Քանի որ ազգային ժողովի աշխատակազմը խորհրդարանի առաջին նիստին մասնակցելու հրավեր ուղարկել վեհապարին, ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորներն, ինչպես արդեն նշեցի, նիստից հետո իրենք են գնացել վեհարան օրհնություն ստանալու։ Մոտ կես ժամ տևած հանդիպման ընթացքում նաև իրենց մտահոգությունների մասին են խոսել վեհապարի հետ։ Վեհարանից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Նա նշել է նաև, որ իր համոզմամբ կաթողիկոսի դեմ արշավը եկեղեցին հիմնահատակ քանդելու ծրագրի մասին է։ Չենք տալու եկեղեցու ուզուրպացումը օտար ուժերի թելադրանքով, հայտարարել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը։ Նա նշել է նաև, որ Էջմիածին գալով ու Գարեգին երկրորդից օրհնություն ստանալով լրացրել են սահմանադրական բացը։ Աննախադեպ է, որ խորհրդարանը իր աշխատանքները մեկնարկում է առանց վեհապարի օրհնության, հետևաբար մենք մեր պարտքը համարեցին գալ եւ մայրաթորի օրհնություն հենց այստեղ ստանալ։ Այսօր ըստ էության ԿՊԱ-ները կրկնում էին Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ չեն ճանաչում կաթողիկոսին։ Ձեր կարծիքով ինչու է արժեզրկվում կաթողիկոսի ինստիտուտը։ Դե իրանք ամբողջ խնդիր ունեն ընդհանրապես կաթողիկոսին հեռացնելու, բայց դա միայն երևացող հատվածն է։ Ես իմ խորին համոզմամբ իրանք խնդիր ունեն ընդհանրապես եկեղեցին հիմնահատակ քանդելու որպես կառույց, որպես ինստիտուտ, համահայկական ինստիտուտ, որովհետև դա ադրբեջանական պահանջ է եւ պատահական չէ, որ այդ ամբողջ գրոհը մայրաթորի նկատմամբ սկսվել է այն պահից հետո, երբ Փաշազադեն համապատասխան հայտարարությունն է արել եւ այդ ամբողջ ընթացքը գնացել է։ Հետեւաբար ընդհանրապես մեկ անհատի խնդիր չի, այլ եկեղեցու որպես ինստիտուտի ազգապահպան կառույցի խնդիրն է։ Մեր ուժը ամբողջությամբ մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով կանգնելու է եկեղեցու կողքին եւ թույլ չի տալու եկեղեցու ուզուրպացումը օտար ուժերի թելադրանքով։ Օտար ուժեր նկատի ունեք ադրբեջանական ուժեր։ Ոչ, այլ։ Որ ուժերի։ Ժամանակի ընթացքում պատմությունը պարզ կլինի, մենք էլ կներկայացնենք, բայց մենք տեսնում ենք, որ եկեղեցու հանդեպ արված process-ները դա օտար ուժերի թելադրանք է, որ ունի մի նպատակ՝ ցեղասպանության գաղափարը մեր օրակարգից հանրային հասարակական դուրս հանելու։ Վեհապար Հայրապետը ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ հանդիպման ժամանակ խոսել է երկրում եւ ազգային կյանքում տիրող մտահոգիչ կացության եւ եղած ծանր հիմնախնդիրների մասին։ Կարդում ենք Մայրաթորի տարածած հաղորդագրությունում։ Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում քաջահմուտ գործիչների համախմբվածություն, ասել է Գարեգին II-ը։ Նա նշել է նաեւ, որ մտահոգիչ են ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նվիրական արժեքների եւ ընկալումների աղավաղումը, նաեւ հայոց եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։